Մինչ խնդիրների եւ առաջարկվող լուծումների ներկայացումը վարչապետն իր խոսքում նշել է, որ 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ Երևանում եւ Գյումրիում կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը քննարկել են, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ այդ թեմայով ներդրումներն ավելի հասցեական դարձնելու եւ որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն կա։ Դա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ թե Երևանի, թե Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր այնուամենայնիվ որոշակի ժամանակ է կորսվել եւ այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում եւ անհրաժեշտ կառավարության կողմից։ Հաջորդիվ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում առանձնացված ծրագրերը։ Երևանի, Գյումրիի եւ Վանաձորի մասով, ինչպես գիտեք, պարոն վարչապետ, 24-ժամյա ժամանակահարման ապահովումը կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր հանձնառություններից մեկն է։ Երևանում հաշվի առնելով համակարգի ծավալը պահանջվում են ամենախոշոր ներդրումները, դրանք երկու ուղղությամբ են հիմնականում նախատեսվում իրականացնել, մեկը կորուստների նվազեցման, համակարգի արդիականացման միջոցով եւ նաեւ պահանջարկի ավելացման պայմանավորված նոր ջրաղբյուրների ներգրավման եւ տեղափոխման ուղղությամբ իրականացող ներդրումներով, որոնք գնահատվում են 30.5 միլիարդ դրամ նախնական գնահատմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև մետրոպոլիտենի զարգացման եւ արդիականացման ուղղված ծրագրերին, այդ թվում կայարանների կառուցում, էլեկտրական քաղաքային լուծումներ եւ շարունակության խթանում։ Նախատեսվում է իրականացնել հետիոտային եւ ավտոմոբիլային ճանապարհների եւ ինժեներական ենթակառուցվածքների կառուցում, արտաքին լուսավորության, կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ։ Անցում կատարելով Գյումրիին դարձյալ նշվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը։ Ի տարբերություն Երևանի, այստեղ շատ մեծ ներդրումներ չեն պահանջվում, որտեղ 24-ժամյա ջրամատակարարումը փաստացի առկա է, սակայն համակարգի կայունության եւ արդիականությունը պահպանելու տեսանկյունից գործընկերները գնահատել են մոտ 700 միլիոն դրամի ներդրումների իրականացման անհրաժեշտություն։ Գյումրիում շարունակվում է սուր մնալ նաև տնակների հարցի վերջնական լուծումը։ Գյումրիում առկա է 2465 տնակ, նշվել է, որ նախնական գնահատականներով դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքների նկատմամբ կառավարությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություն։ Վերջին տվյալներով Գյումրիում առկա 2465 տնակ, որոնցից նախնական գնահատականներով դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություններ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդրին, նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա, հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը։ Այս մասով իհարկե կարևոր է նաև փոխհատուցումների տրամադրման եւ տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը, որ հողի վրա տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա, մոտ 800-ի մասով որևէ աջակցություն չի նախատեսվում գործող կառավարության որոշման տրամաբանության մեջ եւ ըստ էության հնարավոր է իրականացնել դրանց ապամոնտաժումը արդեն համակարգված ձևով նաեւ փոխհատուցման ծրագրերի հետ։ Մարինե Դվոյան, Հորիզոն։